վիճակին են հասցրել, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական հայտարարություն արեց, ինչ է ուզում ասել, որ ամբողջությամբ ձկնամթերքի արտանում, կարտամթերք, ամեն ինչ սահմանափակված է։ Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանն ասում է, երկար ժամանակ է աճեցված ձուկ չեմ ուտում, հիմա կավակրքեր բորբոքեմ, ուրեմն խնդիր կա, չէ՞։ Այսինքն այն ապրանքները, որոնք արտանանում էր Ռուսաստան, հիմա արդեն արգելափակված է, եւ արդեն այստեղ էլ, այսպես ասենք, իրացնելու խնդրի առաջ են կանգնած, այսպիսի ժուդիկության են դիմում, եւ տնտեսությունը հասցրել են այս աղետալի վիճակին։ Ու սրա զուգահեռ այսօր հայտնի է դառնում, որ 175 միլիոն դրամ Պաղեստինի ֆոնդից տրամադրելու են Վարշավեստին օգոստոս ամսին, 24 միլիոն հեծանվային արշավին։ Խնդրեմ։ Տեսեք, դեռևս նախընտրական շրջանի ընթացքում, ինչ ծախսեր էր անում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, դեռ մեծ հարցականի տակ է, թե որտեղից էին այդ ֆինանսավորումները հայթայթում, իհարկե նրանք որոշակի փաստաթղթեր ներկայացնում են, բայց սահմանադրական դատարանում, երբ որ ընտրությունների անցկացման վիճահարույց լինելու հարցներ քննարկվում եւ չեղարկման հարցներ քննարկվում, պաշտպաններից մեկը հենց շատ հստակ թվերով ցույց էր տալիս, թե ինչ իրական ծախսեր են կատարվել եւ ինչ է ծախսերը ցույց տվել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ելի հարկատուների փաստացի մեր բոլորիս հաշվին իրականացվել է նախընտրական քարոզչություն եւ նորից եմ կրկնում, մեծ հարցականի տակ է այն հիմնավորումները, որոնք որ բերել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Հետագայում այս հարցերը մեր ուժի կողմից բարձրացվելու են անպայման ազգային ժողովում, որովհետև պահանջատեր ընդդիմություն է պետք Հայաստանին եւ պետք է, որպեսզի մենք կարողանանք հասկանալ ի վերջո այն ֆինանսները, այն գումարները, որոնք որ այսօր Հայաստանի բյուջեում են, ինչ նպատակահարմարության են ծախսվում, ինչքան է գնում պարգևավճարի, ինչքան է գնում տարբեր ֆեստիվալների կազմակերպման համար։ Ես կարծում եմ, որ սա հենց այն հարցն է, որ վերաբերում է բոլորիս, անկախ մեր քաղաքական հայացքներից, անկախ մեր քաղաքական դիրքավորումներից, սեռից, տարիքից եւ այլն։ Այնպես որ կարող եմ նաեւ վստահեցնել, որ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը ազգային ժողովում այս հարցերին մշտապես հետամուտ է լինելու, բայց մի հատ այլ կողմն եմ ուզում անպայման նշեմ, որ այս ֆեստիվալները, այս տոնախմբությունները, որ կատարվում են, սա այն կարևոր թեմաներից մեզ շեղելու համար է, որովհետև այո, մեր կյանքը շարունակվում է, ոչ մեկ չի ասում, որ պետք է մշտապես սքի մեջ լինել, բայց պետք է նաև հասկանանք, որ կան շատ ավելի լուրջ ու կարևորագույն իրադարձություններ, որ տեղի են ունենում մեր քթի տակ, մեր դաշնակիցների, մեր ոչ դաշնակիցների հետ, բայց մենք կարծես թե մեր հասարակությունը անմասն է մնում այս ամենից։ Անմասն է մնում այս ամենից, բայց այս ամեն ինչը անմիջապես ազդում է մեր հասարակության ապրելաձևի, կյանքի որակի վրա։ Վերջապես հաջողվեց Նիկոլ Փաշինյանին զանգել Ռուսաստանի նախագահին, բայց հերթական անգամ շնորհավորանք չստացավ, չի ուզում չի շնորհավորում Փաշինյանը ասում է, եւ սրան է զուգահեռ նորից գալով, որ այս տնտեսական աղետի առջև են կանգնեցրել, ասում է, այս հարցը եթե ԵԱՏՄ-ն չլուծի, սա լինելու է ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Խնդրեմ։ Գիտեք, այսպես պոպուլիստական հռետորաբանությունը, որ Նիկոլ Կեղծարարը օգտագործում է Հայաստանի ներսում, իրեն թվում է, թե նույն այդ պոպուլիզմով, պոպուլիզմի գագաթնակետին հասնող խոսույթով կարող է հանդես գալ նաև արտերկրում, բայց մի բան բաց է թողնում, որ այդ պոպուլիզմ կա ռեալ պոլիտիկ, երբ որ դու ասում ես, գնում ես մեկ այլ ուղղությամբ, այն մյուս նախորդ ուղղությունը քեզ հստակ հարցեր է առաջադրում, ասում է գնում ես վերջնական որոշի։ Իհարկե, այստեղ շատ պարզ են հարցերը, որովհետև Հայաստանի իշխանությունները շատ լավ են հասկանում, որ կտրուկ անցում հնարավոր չէ, առավել եւս եթե մյուս կողմում է սենց գրկաբաց այո չեն սպասում, եւ եթե կտրուկ վատանա Հայաստանում բնակիչների սոցիալական վիճակը, ապա միանշանակ դժգոհությունները գնալու են հենց ուղիղ իշխանություններին, եւ նա փորձում է այսպես մեղմ անցում անել հակառակ կողմ
կողմն էլ այդ մեղմ անցումը չի ընդունում, շատ լավ գիտակցելով, որ առանց այն իրավական փաստաթղթերի, որոնք որ արկա են այդ երկու կողմերի միջև, եւ այն հարաբերությունների, որոնք որ հաստատվել են այդ փաստաթղթերի հիման վրա, Հայաստանը այսօր չի կարողանալու օբյեկտիվորեն չի կարողանալու կտրուկ անցում անի եւ ստիպում է, կարելի է ասել ստիպում է, որովհետեւ այն մամուլի հաղորդագրությունները, որ մենք տեսնում ենք հեռախոսազրույցից հետո ընդհանրապես չեն համապատասխանում դիվանագիտական լեզվին, ես վերջին տարիներին, երբ որ հետևում ենք, հասկանում ենք, որ գնալով ավելի է նվազում որևէ դիվանագիտական, անգամ ձևի համար, կոպիտ ասած, ձևի համար չեն պահպանում խոսույթները դիվանագիտական, որպեսզի կարողանան մեղմացնել իրավիճակը։ Սա խոսում է այն մասին, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են լարված վիճակում եւ այս ամենը խոսում է, որ դիվանագիտական բանակցային գործընթացը գնում է դեպի անկում եւ սրա առաջին իսկ շահառուն լինելու է հայ ժողովուրդը։ Հաստատի երկու հանրահավաք է պահանջվում Հայաստանից եւ երկուսն էլ դրսից։ Մեկը Բաքվի պահանջն է, մեկը Մոսկվայի պահանջը։ Գնում եք եւ դե ուրեմն հանրահավաք արեք եւ ԵԱՏՄ-ից դուրս գալ հանրաքվե եւ Իսկ Բաքուն ասում է, ուզում եք խաղաղության այդ թուղթը ստորագրել, որ իհարկե ոչ մի բանի մասին այդ խաղաղության մասին անգամ խոսքնել չի կարող, փոխում եք ձեր սահմանադրությունը։ Եվ այս իրականության մեջ Նիկոլ Փաշինյանը նախկիններին մեղադրում է դրսում կոշիկ լիզողներ էր անվանում, երբ որ փաստացիորեն մենք ավելացնում ենք այս սրան։ Եթե գլոբալ նայենք, հա, խնդրին, հանրաքվեն Հայաստանի ներքին գործն է, որևէ կողմից, որևէ ձևաչափով նման հարցի առաջադրումը, պահանջը անընդունելի պիտի լինի ցանկացած իրապես ինքնիշխան պետության համար։ Այս իշխանությունների բերած ինքնիշխանությունն է հենց այդպիսին, երբ որ տարբեր բևեռներից մեզանից ինչ-որ պահանջներ են ներկայացնում։ Ու ընդ որում ես այդտեղ կարևոր հանգամանք եմ ուզում նշել, որ բոլոր բևեռները խոսում են հայ ժողովրդի հետ, հայ ժողովրդի մասին եւ այլն, ոչ թե խոսում են Նիկոլ Փաշինյանի հետ, չեն ասում Նիկոլ Փաշինյանը պետք է ինչ-որ գործողություններ անի, այլ ասում են, որ հայ ժողովուրդը, որովհետեւ նրանք շատ լավ են հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանը այսօր լեգիտիմ ընտրված վարչապետ չէ, որովհետև նա ընտրակեղծարար է, նա իր սեփական ժողովրդի տասնյակ հազարավոր ձայներ, 50,000-ից ավել անձանց ձայներ գողացել է եւ դրսից է շատ լավ են հասկանում, որ նրա դերը որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ լեգիտիմ չէ եւ ազգային ժողովում քաղաքացիական պայմանագրի ներկայացվածությունը տվյալ թվականակով լեգիտիմ չէ։ Ընդդիմությունը շատ ավելի լեգիտիմ է, քան այսօրվա իշխանությունները այն քանակով, որով որ ներկայացված են ազգային ժողովում։ Եվ դրսից էլ դա շատ լավ հասկանում են եւ անընդհատ նրանք խոսում են հայ ժողովրդի հետ, հասկանալով, որ ամեն դեպքում այս իշխանությունները հավերժ չեն լինելու եւ նրանք ուզում են ամրապնդեն իրենց շահերը այստեղ։ Իսկ այստեղ իրենց շահերը պետք է հակադրվի, համադրվի հայ ժողովրդի շահերի հետ, իսկ հայ ժողովրդի շահերը առաջ տվող փաստացի այսօրվա դրությամբ գոյություն չունի, որովհետև Հայաստանի իշխանությունները չեն սպասարկում Հայաստանի շահերը։ Խոսում են խաղաղությունից, մեզ ասում, գիտեք, սահմանի տեսնում եք, կրակոցներ չկան, պատերազմ բերողները դուք եք, պատերազմ հրահրողները դուք եք, քարոզաշրջանի ժամանակի եռագլուխ ինչ-որ դեպ էին ստեղծել, որ 4 պատերազմ մենակ իրենք են վերել եւ մի ամբողջ հայրենիքի հանձնում, բայց մենք տեսնում ենք բանակում ինչ աղետալի վիճակ է եւ նախարարով մնաց ոչ մի պատասխանատվության չէ երկթարկում քիչ է, մի հատ էլ Երեք Փաշինյանը հաստատեց, որ վերանշանակվելու է Սուրեն Պապիկյանը իր պաշտոնում։ Ահազանգ ենք ստանում խոշտանգված զինծառայողի մասին, ինքնասպանության են դրդել մեկ այլ զինվորի, խնդրեմ։ Ով է խոսում պատերազմի մասին։ Այս ամենակարևոր հարցն է, հա, պատերազմի եւ խաղաղության մասին ընդհանուր դրույթները համամարտկային այսպես ընդունելի գաղափարներ են,
բայց հասկանանք իրապես ով է խոսում խաղաղության եւ պատերազմի մասին։ Մի մարդ, ում օրոք անմիջականորեն տեղի է ունեցել 3 պատերազմ։ Եվ շատ տրամաբանական հարց ենք տալիս մենք հաճախ մեր ժողովրդի հետ շփման ժամանակ, երբ որ փորձում են սլաքները ուղղել դեպի տարբեր կողմեր, պարզ հարց եմ տալիս, ասում եմ ժողովուրդ, օրինակ ասում եք Նիկոլ Փաշինյանը պայմանական ասֆալտ է արել, չէ, ասենք այս ինչ թվականին, 18 թվականից հետո պայմանական 2022 թվականին նա ասֆալտ է արել։ Մենք ասում ենք, չէ, այո, ընդունում ենք, դա արել է Նիկոլ Փաշինյանը, որտեղ դա 22 թվականին է տեղի ունեցել եւ 22 թվականին իշխանության է եղել Նիկոլ Փաշինյանը։ Բա եթե նույն Նիկոլ Փաշինյանի օրոք 2020 թվականին տեղի է ունեցել պատերազմ, 2022 թվականին տեղի է ունեցել պատերազմ, եթե 23 թվականին տեղի է ունեցել Արցախի հայաթափում, ով է պատասխանատու, ինչու մի դեպքում, երբ նա օրոք մի բան է տեղի ունենում, պատասխանատուն նա է, որովհետև լավ դրական ինչ-որ երևույթ է, իսկ եթե բացասական երևույթ է, պատասխանատուն նա չի դառնում, ու լռություն է լինում հակառակ կողմից, որովհետև իսկապես անտրամաբանական է։ Կա մի հատ պարզ ճշմարտություն, անհերքելի ճշմարտություն, որ Հայաստանի գլխին պատերազմ բերողը հենց պատերազմը Նիկոլ Կեղծարարն է իր փոքրիկ խմբակով։ Գալով բանակին, գիտեք, մարդկանց պատկերացումները բանակի մասին, երբ որ պարզապես ելակով է սկսվում եւ ավարտվում, հագուստով է սկսվում եւ ավարտվում, անգամ զենքով որ սկսվում ավարտվում է, դա թերի, դա գուցե եւ նպատակային վարվող քաղաքականություն է։ Բանակը նախ եւ առաջ մարդն է, զինվորը, սպան։ Եթե բարոյահոգեբանական վիճակը բանակում բարձր չէ, եթե թվականակը չի համապատասխանում, եթե պրոֆեսիոնալիզմը չի համապատասխանում, եթե դիսցիպլինան բարձր մակարդակի չէ, եթե կա շատ լավ էլ զենք, այդ զենքից կրակող է պետք։ Պետք է մարդ, ով որ հրամայի, որ այդ զենքից կրակեն։ Եթե այդ ամենը գոյություն չունի, ապա առհասարակ բանակի բարեփոխումների մասին խոսելը պարզապես ԶԼՄ-ներում վերնագրեր ունենալու համար է, ռիլեր ունենալու, լայքեր հավաքելու համար է, որովհետև շատ բան պետք է կատարվի ոչ թե կամերաների համար, այլ իրապես բովանդակային բանակի համար։ Այո, այսօր մենք տեսնում ենք այնպիսի դեպքեր, որ ամենաթողության դեպքեր, մենք տեսնում ենք ոչ մարտական պայմաններում զոհեր, բայց կարծես թե անգամ հաճախ նրանք փորձում են կոծկել, երբ որ մենք իմանում ենք այդ ամենի մասին այլ աղբյուրներից։ Այո, ու սա, գիտեք, ես հիշում եմ, որ աշխատում էի ԱԳՆ-ում Արցախի, մենք երբ որ վիրավոր էինք ունենում, զոհեր էինք ունենում եւ այլն բանակում, ու մենք մամուլի հաղորդագրություն պետք է տայինք, գեթ մեկ դեպք չի եղել, առավել եւս զոհերի դեպքում, որ այդ մասին հաղորդագրություն չտրվի։ Նաև հիշում եմ մի անգամ դեպք է եղել, այդ ժամանակ ես գործերով գտնվում էի նախագահականում, զոհ ունեինք սահմանին եւ գտնվում էի այսօր Բաքվի բանտում գտնվող Դավիթ Բաբայանի հետ մի սենյակում էինք, աշխատում էինք եւ մամուլի հաղորդագրություն էր գրվում, իմացանք զոհի մասին, բայց ասում ենք տխուր վիճակ էր իհարկե, ասեցինք բան, դեռ մամուլի հաղորդագրությունը չենք տալիս, պետք է նախ զանգենք ընտանիքին տեղեկացնենք, ընտանիքը ԶԼՄ-ից չպիտի տեղեկանա այդ մասին, զանգենք տեղեկացնենք ընտանիքին, միայն նոր դրանից հետո տեղադրենք մամուլի հաղորդագրությունը։ Այսինքն սա, ու այդ բան իհարկե մտածում ես, ասում ես, հենց հիմա մի տան, մի ընտանիքում մի զանգ է հնչում, որը որ բոթ է բերելու, որը որ այդ ընտանիքի լույսը մարեցնելու է, բայց այդ նրբանկատությունը, այդ վերաբերմունքը յուրաքանչյուրի հանդեպ պարզապես մեզ համար թվեր չէին,
ամեն մեկը մի կյանք էր, ամեն մեկի նկատմամբ մեր վերաբերմունքը խիստ անհատական էր լինում։ Դա ասում եմ այն, ինչ որ ես իմ աչքով եմ տեսել։ Իսկ այսօրվա վերաբերմունքը զոհերի նկատմամբ պլյուս մինուսով է, բառացի, պլյուս մինուս այսքան զոհ։ Դե եթե փոխարենը քարոզարշավ էր անում, փոխարենը ինչպես մեջերից մեկը ասաց, քուչա ընկած, խոսում էր այս կամ այն ուժի ներկայացուցիչ ծառայած լինել չլինելու մասին։ Դե եթե գերագույն հրամանատարն է պատասխանատվություն չի կրում, բնականաբար իր իսկ նշանակած բննախարարը պատասխանատվություն չի կրելու։ Վերջերս Աննա Հակոբյանը խոսում էր, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում, որովհետև ինքը սկսել է խոսել կանանց նկատմամբ բռնության մասին, ընտանիքների եւ ոչ միայն, եւ միանգամից մեծ շատ հյուրեր հիշեցրեցին։ Օրինակ Աննա Հակոբյանը ինչու ասելիք չուներ, երբ իր ամուսինը նախընտրական քարոզարշավի ժամանակ սպառնում եւ բղավում էր անվանի մանկաբարձի դեմքին կնոջ։ Երբ մետրոյում ազատամարտիկի դստեր վրա էր բղավում նրա անչափահաս զավակի ներկայությամբ, երբ այսօր Արեգնազ Մանուկյանը կալանավորված է, երբ նախընտրական քարոզարշավից առաջ թե ընթացքում ձեր թիմակից Գոհար Ղումաշյանին տանում էին կալանքի իր նոր ծնված երեխային կաթից զրկելով, երբ սևազգեստ մայրերին եռաբլուրից ոտք ու ձեռք արած քարշ էին տալիս, խնդրեմ։ Տեսեք, նախ ժամանակահատվածը հասկանանք, թե ինչու հենց հիմա նա սկսեց խոսել ընտանեկան բռնությունների մասին։ Դա անմիջապես հաջորդեց հեռախոսազրույցին, որը տեղի ունեցավ մեր ռազմավարական դաշնակցի հետ, առնվազն փաստաթղթերով դաշնակցի հետ, եւ այն ժամանակ, երբ որ մենք հասարակությունը, հայկական հանրությունը պետք է քննարկեր այդ կարևորագույն հատվածը մեր այսօրվա, որ ինչ է լինելու մեզ հետ թե տնտեսապես, թե անվտանգության տեսակետից եւ այլն, միանգամից այսպես շիֆթ եղավ ընտանեկան բռնության, ասենք, ու մարդիկ բոլորը մոռացան կարծես թե այն ոչ մեր, ավելի նեղ շրջանակով ով որ կարևորում էր այդ հեռախոսազրույցը, որ տեղի ունեցավ ինչպես իրավացիորեն ճիշտ ասեցիք բավական երկար ժամանակ հետո, այլ sense ու միանգամից սկսեցին խոսել ընտանիքում ինչ որ բռնությունների մասին, եւ իհարկե սպասվում է սեպտեմբեր ամիսը, որտեղ երբ որ քննարկվելու է Ստամբուլյան կոնվենցիան եւ այս հողի նախապատրաստումը առավել քան ակնհայտ էր։ Այսինքն ոչ մի բան պատահական չի իրականացվում, ոչ մի բան պատահական չի արվում այս իշխանությունների կողմից, երբ որ մի հատ խայծ է լինում, ուղղակի պետք է հասկանալ, թե դրա ինչու, երբ եւ ինչ նպատակով։ Այո, շատ իրավացի նշեցիք, որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որ կանանց նկատմամբ բռնություններ են կիրառվել, բայց առաջին տիկին կամ առաջին տիկինը ընդհանրապես չէր արձագանքում։ Եվ իրավացիորեն բազմաթիվ հայ կանանց կողմից հարցեր են առաջանում, արդյոք իսկականից առաջին տիկինը Աննա Հակոբյանը փորձում է պաշտպանել կանանց իրավունքները։ Եկեք իսկականից անկեղծ լինենք, մենք ունենք բռնության դեպքեր հայկական հասարակությունում։ Դա անընդունելի է, դա մեղադրելի է, դա պարսավելի է եւ այլն, բայց ով է այդ մասին բարձրաձայնում եւ ինչ լուծում է առաջարկում, այս սա է կարևորը, որովհետեւ մեր այսօրվա արդեն իսկ գործող օրենսդրությամբ դրանք այո, պատժելի գործողություններ են եւ ով է դրա մասին խոսում, մի տիկին, ով որ լուռ էր այն ժամանակ, երբ որ բազմաթիվ կանայք բռնության էին ենթարկվում։ Հետևաբար մի երևույթը, երբ որ դիտարկում ես ժամանակային տեսակետից, համատեքստից, հասկանում ես ամբողջ սին լինելը եւ այս կեղծ օրակարգ բերելը։ Եվ ամփոփելով մեր զրույցը օգոստոսի 2-ին նոր ձևավորվող ազգային ժողովի, այսպես ասենք, անվանիքնիստ է լինելու, հիմնական անելիքները ձեր որոնք են լինելու, մենք տեսանք, որ այս օրերին նաև փորձեցին եւ դեռ փորձում են ըստ էության մեկուսացնել նաև Նարեկ Կարապետյանին, տեսանք ինչ էր կենտրոնական, այսինքն կենտրոնական ընտրական
պահ երևի աշխատեց ուղեղը, ասին իրենք ձեր քաշել սրանից, որ բայց ինչ է տեղի ունենում, ինչ սպասի ձեզանից ընտրողը, որը ձայն է տվել ընդդիմությանը եւ նորից հիշեցնենք, որ այս իշխանության ներկայացուցիչները շարունակում են, այսպես ասենք, ճայկերտներն ատամները սրած, սպասել եւ սպառնալիքներ հնչեցնել նաեւ ընդդիմադիրների հասցեին։ Այս խմբակի պահելաձևը ընդհանրապես հաղթանակած կողմի պահելաձև չէ։ Իրանք էլ շատ լավ գիտեն, որ իրենք չեն հաղթել եւ այս բոլոր վախերը, որ դրսեւորվում են, ԶԼՄ-ների աշխատանքի ինչ որ սահմանափակումներ են կարծես մտցրել, մի ժամանակ, երբ որ հիմա հայտարարում էին, որ ազգային ժողովը բոլոր մարդկանց համար է, կարող են քաղաքացիները գալ այնտեղ զբոսնել, հիմա մենք տեսնում ենք այնտեղ դարպասները, որ դրված եւ դիստանցավորված են հայ ժողովրդից, եւ երբ որ միայն մետրոյից օգտվում են, նկարվելու համար են 5 րոպեով օգտվում եւ նկարում դնում, այս իշխանությունները կտրվել են հայ ժողովրդից։ Նրանք շատ լավ գիտեն, որ չեն ներկայացնում հայ ժողովրդի կամքը, իսկ մենք ընդդիմությունը գնում է մեր բոլոր քաղաքացիների ձայնը լինելու ազգային ժողովում, բոլոր քաղաքացիների։ Այս որոշումը ամենևին էլ հեշտ չէր տրվել մտնել ազգային ժողով որպես ընդդիմություն եւ այլն, բայց սա պատասխանատվություն է, որը որ մենք ստանձնել ենք, մենք գնում ենք այնտեղ հստակ աշխատելու օրակարգով, ծառայելու օրակարգով մեր ժողովրդին։ Եվ մենք հանդես ենք գալու բազմաթիվ նախաձեռնություններով, այդ թվում նաև մեր նախընտրական շրջանում տրված խոստումների տրամաբանությամբ եւ վստահաբար չենք հիասթափեցնելու մեր ընտրողներին, որովհետև այո, այսօր մեզ չի հաջողվել հեռացնել Նիկոլ Փաշինյանին, բայց դա չի նշանակում, որ մեր պայքարը սահմանափակվելու է ժամանակահատվածով կամ որևէ ձևաչափով։ Եվ արդեն հայտնի է նաև, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ վեհապար հայրապետը չի օգնելու նոր ձևավորվող ազգային ժողովը։ Իմիջիայլոց երեք են կարգալուց եղած նախկին տերթադներ ԿՊ գրասենյակում, խուսափեց պատասխանել իրենով է փոխարինելու թե ոչ։ Այս մասով ընդդիմությունը իդեպս ուժեղ Հայաստանի որոշում ունի, նիստի մեկնարկից առաջ չգիտեմ։ Ուժեղ Հայաստանի ու ինձ թվում է նաև շատերիս համար անակնկալ չեղավ, որ վեհապարը չի հրավիրվել ազգային ժողով, բայց մենք ունենք մեր օրակարգը եւ ժողովուրդը տեսնելու է մեր վերաբերմունքը այսօրվա իշխանությունների հակաիրավական, հակաօրինական քայլերի, սպասենք հակաքրիստոնյա, այո, քայլերի, այնպես որ սպասենք 2 օր եւ միանշանակ մի ուժ, որը որ ձևավորվել է ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու, չի կարող անտարբեր լինել նման քայլի, որը որ իրականացրել եւ իրականացնում է իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ես եմ շնորհակալ։